Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում նորից ամեն ինչ շուռ է գալիս, իսկ պատմության կիզակետում կրկին Աննան է։ Հերթական անգամ նա հայտնվում է ծանր ու անհարմար վիճակում, որտեղ ոչ ոք նրան չի լսում ու ոչ ոք նրան չի հավատում։ Եվ ցավալին այն է, որ հենց նրան չեն հավատում, ով երբեք չի ստում։ Աննան դարձել է մի ցնցող պատմության զոհ, որի գլխավոր հերոսները Սոսն ու Միքայելը հերթով օգտագործում են նրան իրենց շահերի համար։ Սոսը, զգալով, որ իր ու Միքայելի հակամարտությունը կարող է ավարտվել ողբերգությամբ, որոշում է լքել Հայաստանը, բայց ոչ մենակ։ Գիշերվա կեսին նա հայտնվում է Աննայի տանը, պատրաստ ճամփորդել միասին։ Սակայն Աննան հասկանում է Սոսի իրական շարժառիթները։ Նա կասկածում է, որ Սոսը պարզապես ուզում է իր հետ մեկնել, որպեսզի ապացուցի իր հաղթանակը Միքայելի նկատմամբ։ Երբ Սոսը սկսում է մոտենալ, համբուրել նրան, մթնոլորտն ավելի է սրվում, որովհետև հենց այդ պահին դուռը բացվում է, և ներս է մտնում Հենրին։ Նա ականատես է լինում այս ամենին ու առանց որևէ բացատրություն լսելու մեղադրում է մորը, պիտակելով նրան որպես անբարոյական։ Աննայի բացատրություններն այս անգամ ևս անլսելի են մնում։ Նա ինչպես միշտ լուռ է լաց լինում, փորձելով հասկացնել, որ Սոսը ներխուժել է տուն, որ ոչինչ այդտեղ պատահական չի եղել, բայց իզուր նրա ճշմարտությանը ոչ ոք արդեն չի հավատում։ Իսկ Միքայելը, ով սովորաբար լուռ է ու սառնասիրտ, առաջին անգամ բաց է անում սրտի դռները։ Նա խոստովանում է Հենդոյին, որ սիրում է Աննային, խելագարի պես, անդառնալի, մինչև վերջին շունչը։ Միակ հարցը այն է, արդյոք սերը բավական է, որպեսզի նա վերջապես ընդունի իր մեղքերը, բացահայտի ճշմարտությունը և փրկի նաև նրան, այլև բոլորին։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հենրին Աննային ու Սոսին բռնացնելով միասին կբացահայտի ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքը տարա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել, ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չէի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ դեռ Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տոն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։
Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում։ Մեկ-մեկ հոգնում են, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ էի, ավելի ջերմ էի, իրենք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևանի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскосвеш. Դոնց կարանք դու նежная душа ունենա, սтерва։ Սիրու բաբը սтерվի։ Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լեովը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղում։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքից տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ խոսքերին։ Գնում ենք նկարահանման մեր տրիոն։ Լավ ենք անում ինչա։ Դու ինչ կասես։ Քայլում ենք։ Խոսում ենք։ Տեսարանները դուրս չի Ասում ենք սիրահարներին։ Այդի։ Ես իրան շփոթել։ Քախի Անգելինա դեպի։ Անգելինան ունի կմնա սիրահարների այգի։ Նայ տեսե։ Ես կգնամ։ Ես եմ Անգելինայի տուն։ Լավ կռիվ մի արեք, երկուստը ճիշտ է։ Հանգստացի փոքրիկ շարեն, չաշ արա։